Արյունով հայրս գյումրեցի է, իմ հայրական կողմը գյումրեցի է եւ 30 տարի, 35 տարի առաջ ես չէի պատկերացնի, որ այն մանկական երազանքները, որ ես ունեի այն ժամանակ, այսօր կվերափոխվեն ու ես այստեղ կանանած կլինեմ որպես հասարակական գործիչ, որպես մարդ, ում սիրտը ցավում է մեր հայրենիքի համար։ Մենք իմ ընկերները, իմ գաղափարակից ընկերները, որ այսօր այստեղ են ներկա են, բոլորս ունենք անցած ճանապարհ, ոչ որպես քաղաքական գործիչ, որպես պետական ծառայող, որպես հայրենիքի զավակ եւ անցել են այդ ճանապարհը պատվով, թասիբով են անցել։ Այսօր այստեղ կանգնած իմ ընկերները իրենց ամեն մի կատարած արարքի, ամեն մի գործի համար կարող են պատասխան տալ պարզ ճակատով։ Ես էլ եմ այդ պարզ ճակատով այսօր ձեր առաջ հիմա կանգնած։ Ճանապարհին, որ գալիս էի ու երեք, որ նաև այստեղ էի, մտածում էի, թե ինչ խոսեմ, մեր ծրագիրը ինչպես ներկայացնեմ, մտքումս գծել էի, թե ինչ պիտի խոսեմ, բայց այսօր ճանապարհին փոխեցի այդ միտքս ու որոշեցի շատ պարզ բաներից խոսել ձեր հետ։ Այսօրվա մեր իրականությունը ցավով պիտի ասեմ, մեզ բերել կանգնեցրել է մի ճամփաբաժանի, որ կամ պիտի գոյություն ունենան, կամ ոչ։ Փողը ու փորը մի նժարի է դրված դեր թասիբի ու արժանապատվության հետ։ Ձեզ այսօր տալիս են փող, մի տրծակ փող, մի փոր հաց, վաղը այդ թասիբն ու արժանապատվությունը ձեզից վերցնելու համար։ Հիմա դուք որոշեք, մենք պիտի որոշենք, այդ թասիբն ու արժանապատվությունը դնում ենք նույն նժարին, թե ոչ։ Ինձ շատ են ասում, որ վեհ բաներից, բարձր բաներից խոսել այսօրվա հասարակությանը դրանով գրավել չես կարող։ Միգուցե դա է իրականությունը, դառը իրականությունը, բայց դա լավ օրից չէ, որ այդպես է։ 30 տարի շարունակ մսխել ենք, դրանից առաջ էլ մի քանի 100 տարի մսխել ենք մեր թասիբը, արժանապատվությունը, որոնք շատ պարզ բաներ են, ազնվությունը, ընկերասիրությունը, ու մեզ այսօր թվում է, թե նյութական բարեկեցությունից, փորից, լավ ապրելուց, լավ բան աշխարհում գոյություն չունի։ Երջանիկ լինելու համար ժողովուրդ ջան, սիրելիներս, եղբայրներս, քույրերս, հարազատներս, երջանիկ լինելու համար պարզ արժեքներ են պետք։ Հյուսիս կլինի հարավ, արևելք, արևմուտք, Ամերիկա, Ավստրալիա, Ռուսաստան, Արգենտինա, Ֆրանսիա, նշանակություն չունի, բոլոր այդ երկրներում մարդիկ նյութապես լավ են ապրում, բարեկեցիկ են ապրում, երջանիկ են ապրում, որովհետև գիտակցել են այդ արժեքների կարևորությունը։ Իսկ արժեքները շատ պարզ են։ Աշխարհում ցանկացած հանճարեղ բան, ցանկացած մեծ բան շատ պարզ է։ Դժվարությունը այդ պարզ բաները ընկալելու ու ամենօրյա ռեժիմով սեփական կյանքում կիրառելու մեջ է։ Հոգով չտկարանալու մեջ է։ Գյումրեցիները հայտնի են իրենց թասիբով, այդ թասիբը չկորցնելու մեջ է։ Մենք այս գաղափարների շուրջ ենք հավաքված։ Իմ ընկերները, ես հավաքվել ենք այս գաղափարները առաջ տանելու շուրջ։ Եվ համոզված ենք, որ ուժը միասնության մեջ է։ Իսկ եթե մենք միասին ենք, եթե մենք ուզում ենք այդ երազանքի երկիրը ունենալ, եթե մենք ուժեղ լինենք միասին, ձեռք մեկնենք մեկ-մեկու, ոչ մեկ եւ ոչինչ մեզ չի կարող կանգնեցնել։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ ներկա եք։ Ես մեծ սիրով խոսքը փոխանցում եմ իմ լավ ընկեր, գաղափարակից ընկեր Շահեն Հարությունյանին։ Շահեն ջան, խնդրեմ։ Բարև ձեզ սիրելի գյումրեցիներ։ Շատ մեծ պատիվ է այսօր լինել այս պատմություն կերտած քաղաքում։ Ընդհանրապես արժեքների մասին Լիպայտը այնպես ներկայացրեց, որ չգիտեմ դրանից հետո ինչ կարելի ասել։ Ընդհանրապես Երևանում եւ Հայաստանի մյուս հատվածներում բնակվողներից մոտ Գյումրին միշտ ընկալվում է որպես խորհրդության եւ ուժի մի քաղաք։ Եվ իմ հոգեհարազատությունը այս քաղաքի հետ
ավելի շատացավ, երբ ես սիրահարվեցի այս քաղաքում ծնված մի աղջկա, ով իմ հարսնացուն է նաև։ Շատ հոգեհարազատ դարձավ այս ամենը ինձ համար։ Եվ ընկերներ, իրականում մեզ փորձում են համոզել, որ մեզանից ոչինչ կախված չի։ Մեզ փորձում են ասել, որ ոչինչ չեն կարող փոխել, բայց դա այդպես չէ։ Մեր պատմությունը ցույց է տվել, որ մենք կարող ենք եւ մենք պետք է անենք, փոխենք եւ պայքարենք այն երկրի համար, ինչին իրականում արժանի ենք մենք։ Մենք արժանի չենք փողին եւ փորին տրված հասարակություն եւ ժողովուրդ լինելուն։ Հենց Գյումրին եւ այս տարածաշրջանը ունի այնպիսի պատմություն, որի համար պետք է հպարտանանք։ Այո, կան մութ էջեր, որի մասին պետք է մտածենք եւ բարձրաձայնենք եւ այդ սխալները թույլ չտանք, բայց եկեք հիշենք, այս տարածաշրջանը տվել է այնպիսի մարդկանց եւ տոհմերի, ինչպիսիք են Դիմբաքսյանները, Սահարոնիները կամ Սարականները, որոնք հայոց պատմության մեջ իրենց հետքն են թողել։ Հայոց պատմության եւ հայոց թագավորությունների մեջ իշխել են որպես նախարարական տոհմեր։ Դե մենք պետք է որոշենք։ Մենք վերցնում ենք այդ պատիվը, այդ անունն ու ժառանգությունը, թե ոչ։ Պետք է թույլ չտանք ջնջել մեր ազգային դիմագծերը, մեր արժեքները, ինչը որ այսօր իրականացնում են։ Պատկերացրեք, արդեն հասել են մեր անկախությանն ու անկախության հռչակագրին, ինչը մեր ազգային ինքնագիտակցության հիմքում ընկած ամենակարևոր փաստաթուղթն է, առանց որի մենք սկսենք արդեն փաստացիորեն զիջել եւ կորցնել այս դժվարությամբ ձեռք բերված եւ մինչեւ օրս դժվարությամբ պահված պետությունը։ Ես վստահ եմ, որ մենք գտնելու ենք բոլոր այդ ելքերն ու ճանապարհները եւ կուզենամ մի մեջբերում անել Գյումրեցի Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծություններից մեկից, մի հատված։ Ես այս երգը երգում եմ սկզբից, քանի որ դու նայես, որին կորցնելուց հետո մենք էլ ոչինչ չենք ունենա կորցնելու։ Շնորհակալ եմ շատ։